Գրիգոր Լուսավորիչը ի վերջո պետք է սահմաներ առաջավորած պահքի շրջանը, այսինքն մինչ քրիստոնեության պաշտոնական պետական կրոնը ընդունումը եւ փաստորեն պետության քրիստոնեացումը, այսպես եթե ձևակերպենք, նախ պետք է բոլորը հրապարակավ հրաժարվեին իրենց մեղքերից, անցնեին մաքրության շրջան, ապաշխարության շրջան եւ այդ շրջանը ընդունված է անվանել առաջավորած պահք։ Եվ դրանից հետո միայն արդեն գործընթացները պետք է գնային, այսինքն չարից հրաժարվելով, նախկինում կատարած վատ գործերից հրաժարվելով պետք է գնային առաջ։ Սա ոչ այնքան ուղակի հեթանոսությունից քրիստոնեության անցման մասին է խոսքը, այլ կոնկրետ կատարած գործերից, չար վատ գործերից հրաժարումով դեպի նոր ճանապարհ գնալը եւ դեպի լույս շարժվելը եւ այս իմաստով լուսավորիչ ձևակերպումը իհարկե ավելի տրամաբանական է դառնում Գրիգորի պարագայում։ Եվ ի վերջո տեսնում ենք, որ թագավորը բավական նախանձախնդիր էր, որ Գրիգորը գնա եւ ձեռնադրվի Կեսարիայում որպես եպիսկոպոս եւ եպիսկոպոսապետ կարգվելով շարունակի իր գործունեությունը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։